Բարև Շանդ Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր հունիսի 25-ն է 5 շաբթի։ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործը նորից կքննվի։ Այս մասին այսօր որոշում է կայացրել Վերաքննիչ քրեական դատարանը։ Վարույթը նոր քննության է ուղարկվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է, բացակայելու արգելքը մնացել է անփոփոխ։ Հիշեցնենք, Միքայել arczepiskopos Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ 2025-ի հոկտեմբերի 3-ին դատարանը Միքայել arczepiskopos Աջապահյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման, վճիռը բողոքարկվել էր։ Այսօր առավոտյան իրավապահները խուզարկել են Գյումրիի ավականու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածու Կարեն Սիմոնյանի բնակարանը եւ մեքենան։ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ խուզարկություններն իրականացվում են Հայաստան դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Լրագրողների հետ զրույցում Կարեն Սիմոնյանը նշել է. ոչ մի բանում ես չեմ մեղադրվում, վկայի կարգավիճակ չունեմ, մեղադրալի կարգավիճակ չունեմ, փաստեր չկան։ Այսօր Գյումրիի ավականու այս նստաշրջանի վերջին նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը չի ներկայացել նիստին, մեկական բացականեր եղել են նաև երկու խմբակցություններից։ Ըստ Տիմորենքի ավականին կորցնում է լիազորությունները եւ լուծարվում, եթե երկու անգամ անընդմեջ հերթական նիստերը չեն կայանում։ Գյումրիում կառավարման ճգնաժամը, իսկ այն հաղթահարելու միջոցը արտահերթ ընտրություններն են։ Այս գնահատականը պարբերաբար հնչեցնում է իշխանությունը։ Գյումրիի ավականու նիստում քվորում ապահովելու համար անհրաժեշտ է պարզ մեծամասնություն, այսինքն ավականու 33 անդամներից 17-ի ներկայությունը։ Գյումրիի ավականու կազմում 33 մանդատներից 14-ը քաղաքացիական պայմանագիր խմբակցությանն է, այսինքն առանց քաղաքացիական պայմանագրի քվորում հնարավոր է ապահովել, եթե մյուս ուժերը չեն բացակայում։ Այսօրվա նիստին պարզ մեծամասնության թիվը 17-ը մեկով պակաս էր, մեկական բացականեր կային Մեր քաղաքը եւ Մայր Հայաստան խմբակցություններից։ Ավականու հերթական նիստին ներկայացել են 16 ավականու անդամներ, քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 17 ավականու անդամի ներկայություն, այս պահին քվորում չկա։ Չի ներկայացել քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ամբողջությամբ եւ Մայր Հայաստան դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը։ Անսպասելի իրադարձությունների պատճառով խնդրում եմ ավականու նիստը հետաձգել 30 րոպեով, որպեսզի մեր խմբակցության ղեկավարը ներկա գտնվի մեր նիստին։ Անսպասելի հյուրերի պատճառով։ Այո, խնդրում եմ հետաձգել, եթե հնարավոր է։ Ուժային հյուրերը անակնկալ, եթե չեմ սխալվում, հակակոռուպցիոնից են։ Մայր Հայաստան խմբակցության ղեկավարի տանն առավոտյան խուզարկություններ էին։ Ավականու նիստը ընդմիջվեց կես ժամով, այն հույսով, որ մինչ ընդմիջման ավարտը Կարեն Սիմոնյանը կկարողանար ներկայանալ նիստին։ Սակայն ընդմիջումն ավարտվեց, բայց քվորում չապահովվեց։ Ավականու անդամներից մյուս բացական Մեր քաղաքը խմբակցությունից է Արտակ Հովսեփյանը, որը տնային կալանքի տակ է ու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, բայց թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դեռ չի քննարկել դիմումը։ Իրենք շատ լավ իմանալով, որ մեր քաղաքը խմբակցության մի մանդատը պակաս է, որովհետև այս պահին դեռ նիստը տեղի չի ունեցել, իրենք են SMS-ներով հաղորդագրություններ ստանում եւ այսպես կառուցում է զարգացումները շատ պարզ է, բնականաբար որոշում են, որ վաղ առավոտյան արդեն Կարեն Սիմոնյանի տուն պիտի ձերբակալություններով այդ բանով գան, որ Կարեն Սիմոնյանի մոտից էլ մարդ պակասի, որ ամեն դեպքում քվորում չլինի եւ իրենք ամբողջ խմբակցությունով բացակայեն, այս էլ է շատ զավեշտալի։ Ոչ մի գրություն, ոչ մի հաղորդագրություն չենք ստացել խմբակցությունից, թե ինչն է պատճառը, որ մի ամբողջ խմբակցություն այսօրվա նիստին ներկա չի գտնվում։ Սուբվենցիոն ծրագրերն էին քննարկելու, որոնց մասին բարձրաձայնում է երկրի վարչապետը, 48 փողոցներն էին քննարկելու, որոնք ընդգրկվելու էր եւ ուղղվելու էր կառավարություն,
Ավականունիստը չկայացավ, որին հաջորդեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության հայտարարությունը, հիմնավորելով, թե ինչու խմբակցությունը ամբողջ կազմով չի ներկայացել նիստին։ Ըստ հայտարարության, մեջբերում ենք։ Ավականու նիստին չմասնակցելու պատճառներից մեկը մեր խմբակցության կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերի առաջարկների մերժումը ու նիստերի օրակարգում չներառելու արատավոր քաղաքականությունն են, ինչը սակայն բնավ զարմանալի չէ նաև հաշվի առնելով վերջին բացահայտումները եւ հանրության մոտ արդեն հստակ ձևավորված ընկալումը, որ Գյումրու կառավարումը ստանձնած միավորների համախումբը ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու ինքնիշխանությանը։ Ավականու մյուս խմբակցությունների կարծիքով նիստի տապալումը միտված է Գյումրիում արտահերթ թիմ ընտրություններ անցկացնելուն։ Օրեր շարունակ, ամիսներ շարունակ իշխանությունը թեզ էր առաջ տանում, որ Գյումրիում կառավարման ճգնաժամ կա, որը միանշանակ չի համապատասխանում իրականությանը։ Ճգնաժամ գոյություն ունի այլ համայնքներում, որտեղ ղեկավարում են իրենց սրտի քաղաքապետերը, կոնկրետ օրինակ կարող եմ նշել Կիրովագանում, չենք հիշում, որ թվականից, որ ժամանակահատվածից ավականու նիստ չի կայանում այնտեղ։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուգասյանի անհարգի կալանավորումից հետո բնականon հիմքով ընտանում է ավականու նիստերը։ Ըստ թիմ օրենքի, եթե ավականու հերթական նիստերը երկու անգամ անընդմեջ տեղի չեն ունենում, ապա ավականին կորցնում է լիազորությունները եւ նշանակվում են արտահերթ ընտրություններ։ Գյումրիի ավականու հերթական մյուս նիստը սեպտեմբերին պետք է լինի, բայց հարցերը, որոնք այսօր չքննարկվեցին, ըստ ավականու անդամների պահանջում են արտահերթ նիստ, որը կարող է առաջիկա օրերին տեղի ունենալ, իսկ որում կապահովի, եթե մեր քաղաքը խմբակցության մանդատը փոխանցվի ցուցակի հաջորդ համարին ու բացակայություններ չլինեն։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Տիմում չհամագործակցված կառավարման խնդիրներ Գյումրիից բացի ստեղծվել են Արթիկ քաղաքում։ Քաղաքացիական պայմանագիր եւ ազատական կուսակցությունների միջև եղած կոալիցիոն հուշագիրը լուծարվել է, ըստ այդմ գործող կոալիցիոն կառավարումը փլուզվել։ Տեղեկությունը մեծ հետ զրույցում հաստատեց Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արկադի Թադևոսյանը։ Կոալիցիոն կառավարման լուծարման պատճառը ըստ աշխատակազմի քարտուղարի եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի եւ ազատական կուսակցությունից փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանի քաղաքական տարբեր դիրքորոշումները։ Թեև Արկադի Թադևոսյանը անհիմն է որակում խոսակցությունները այն մասին, որ Արթիկի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջ եկել հունիսի 7-ի ընտրություններից առաջ։ Կառավարության կազմում հնարավոր փոփոխությունները, Ադրբեջանում հայելային արձագանք առաջացնող քննարկումները, ինչպես նաև այն հարցը, թե ընտրություններից հետո կշարունակի գործել առողջության ապահովագրության համակարգը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նաև մի շարք այլ թեմաների։ Վարչապետը նախ հայտարարեց, որ նոր կառավարությունում փոխվարչապետներն ու նախարարները չեն փոխվի, ապա անդրադարձավ ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարություններին, թե Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները լեգիտիմ ու օրինական չեն։ Ես ուզում եմ մենք անդադ չմոռանանք, որ լեգիտիմության մեկ աղբյուր կա այդ ժողովուրդն է։ Ժողովուրդն է գնահատում իր ընտրությունը տեղի է ունեցել, թե իր ընտրությունը տեղի չի ունեցել։ Եթե որևէ մեկը դիտելու գոնե բավարար հմտություն ունի, անզեն աչքով կնկատի, որ ժողովուրդը արձանագրել է, որ իր ընտրությունը տեղի է ունեցել եւ իր ընտրությունը արձանագրվել է ընտրությունների պաշտոնական արդյունքներով։ Հարցին թե ինչ դիրքորոշում ունի այն փաստի առնչությամբ, որ 7 քաղաքական ուժեր ընտրությունների արդյունքները վիճարկել են սահմանադրական դատարանում, Փաշինյանը նշեց, որ այդ հարցի շուրջ դիրքորոշում չի հայտնելու, որովհետև կոռեկտ չի համարում։ Մեր դիրքորոշումներով հանդես կգան մեր թիմի ներկայացուցիչները սահմանադրական դատարանում, որովհետև ես գրություն եմ ստացել սահմանադրական դատարանից, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներգրավել է որպես երրորդ կողմ, եթե չեմ սխալվում, այդպես է կոչվում։ Հարց հնչեց նաև, որ Դուբատում տեղի ունեցած այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին փառատոնի վերաբերյալ, որի ժամանակ պահանջներ են հնչել ուղղված Հայաստանին։ Քանի ազգային ժողովի օրինակ դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի այդ խոսույթը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է, այդ հայելային ձևով դա շարունակվելու է, դա
ընդամենը մեկը մյուսին պայմանավորող գործոն է։ Մեր ժողովուրդը ասել է, որ Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու։ Հիմա ցանկացած փորձ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու բերելու է հայլային արձագանքներ։ Խոսելով արդեն թրիփ նախագծի մասին, Փաշինյանը ասաց, որ Հայաստանը արդեն անխուսափելիորեն ինտեգրվելու է բոլոր ռեգիոնալ ծրագրերին, ընդ որում այդ ծրագրերը մրցակից չեն եւ թրիփն էլ կարող է լինել եւ միջին միջանցքի մաս եւ ավելի լայն նախագծերի մաս։ Ինչ եմ համարում, որ մրցակից չեն, որովհետեւ հոսքերը իրականում այնքան մեծ են, որ առանձին վերցրած մի ուղով հնարավոր չէ այդ հոսքերը սպասարկել։ Այդ հոսքերի համար հենց հարավային Կովկասով մի քանի ուղիներ են պետք։ Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ օրակարգով է Հայաստան ժամանելու Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Օրակարգի կարևորագույն հարցերից մեկը լինելու է Հայաստանի Հանրապետության, մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքի հեշտացված մուտքը Եվրոպական միություն ապահովելու հնարավորությունը։ Փաշինյանը հերքեց նաև այն լուրերը, որ ընտրություններից հետո առողջության ապահովագրության համակարգը չեղարկվելու է, ապա համակարգի գործունեությունը գնահատեց լավ։ Դրա նպատակն էր, որ մարդկանց հոսքերը էականորեն մեծանան եւ համակարգը կոլապսի ենթարկվի, մարդկանց հոսքերը էականորեն մեծացան, բայց համակարգը կոլապսի չենթարկվեց։ Վարչապետը հավելեց, որ այս հենքի վրա արդեն նոր ուժ, նոր մարդիկ են գալիս, որոնք պրոֆեսիոնալ են տարբեր ոլորտներում եւ հույս հայտնեց, որ նրանք իրենց աշխատանքի արդյունքում կլավարկեն համակարգը։ Մարինետ Վոյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Հայաստանը պետք է որոշում կայացնի մնում է կազմակերպությունում, թե նախընտրում է այլ սցենար, այսօր հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը, հավելելով, թե Երևանը պետք է այդ որոշման մասին տեղեկացնի ռուսական կողմին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե կազմակերպության անդամ երկրները պատրաստվում են Հայաստանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել անդամավճարը 2 տարի չվճարելու պատճառով։ Երեկ երեկոյան Վենեսուելայի մայրաքաղաքից արևմուտք տեղի են ունեցել երկու ուժգին ցնցումներ 7.2 և 7.5 մագնիտուդով։ Կարակասում շենքեր են փլուզվել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել առաջինից 1 րոպե անց։ Զոհերի թիվը հասել է 164-ի, հայտնի է նաև 971 տուժածի մասին։ Հաղորդվում է, որ սրանք վերջնական տվյալները չեն, զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել։ Երեկ Վենեսուելայում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մայրաքաղաք Կարակասում եւ նրա շրջակայքում տասնյակ շենքեր փլուզվել են։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով էպիկենտրոնը եղել է Կարակասից մոտ 160 կիլոմետր արևմուտք։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7.2 մագնիտուդ, 1 րոպեից էլ քիչ ժամանակ անց հաջորդել է 7.5 մագնիտուդով երկրորդ ցնցումը։ Նախնական գնահատականներով զոհերի թիվը կարող է հասնել 10,000-ից 100,000-ի։ Փրկարարներին հաջողվել է Կարակասի Չակաո շրջանում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի փլատակներից դուրս բերել 23 մարդու։ CNN հեռուստաալիքը հայտնել է, որ փլատակներում կենթանի մնացած շատ մարդիկ կան, որոնց ձայները լսվում են։ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը երկրում հայտարարել է արտակարգ դրություն։ Նա նաև հայտարարել է Կարակասի միջազգային օդանավակայանի փակման մասին։ ԱՄՆ ազգային օդահետաբանական ծառայությունը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարել։ Իդեպ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ զոհերի նախնական թվերը չեն ներառում ամենաշատ տուժած Լա Գուայրա նահանգի բնակիչներին, որը մոտ է Կարակասին եւ որտեղ գտնվում է քաղաքի օդանավակայանը։ Հետցնցումները շարունակվել են մինչև այսօր առավոտ։ Ռոդրիգեսն ասել է, որ երկիրը կենտրոնացած է փրկարարական աշխատանքների վրա։ Նա շնորհակալություն է հայտնել այն երկրների առաջնորդներին, ովքեր ձեռք են մեկնում Վենեսուելային, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Թրամփը սոցիալական ցանցերում գրառման մեջ նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Վենեսուելային։ Երկու խոշոր երկրաշարժերը, որոնք հենց նոր հարվածեցին Վենեսուելայի մեջ ժողովրդին, երկուսն էլ հսկայական մասշտաբի են եւ հանգեցրել են ավերիչ թվով մահերի։ Միացյալ Նահանգները պատրաստ է, ցանկանում է եւ կարող է օգնել։ Ես հանձնարարել եմ մեր կառավարության բոլոր գործակալություններին պատրաստվել արագ գործողությունների։ Մենք կանգնենք մեր նոր եւ հիանալի ընկերների կողքին։ Իդեպ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը ներկայումս կալանքի տակ է Միացյալ Նահանգներում, սոցիալական ցանցերի միջոցով քաղաքացիներին միասնության եւ փոխօգնության կոչ է արել։
Այս դժվարին ժամանակներում մենք կոչ ենք անում ազգային միասնության, հանգստության եւ կոնկրետ օգնության, օգնելու, պաշտպանելու, կիսվելու, բարձրացնելու եւ վերակառուցելու համար։ Վենեսուելան մեծ փորձությունների է ենթարկվել եւ մենք այս ամենից դուրս կգանք չափազանց ուժեղ, հավատքով, կարգապահությամբ ու համերաշխությամբ։ Նախագահը նշել է, որ ինքը եւ իր կինը Սիլվիա Ֆլորենսը, որը նույնպես գտնվում է ԱՄՆ բանտում, աղոթում են տուժած ընտանիքների, վիրավորների եւ բնական աղետից տուժած երկրի բոլոր բնակիչների համար։ Իդեպ Ճապոնիայի հյուսիս-արևելքում եւս 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով վիրավորվել է 5 մարդ։ Երկրի ազգային օդայուդաբանական վարչության տվյալներով էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում, Իվատե պրեֆեկտուրայից արևելք։ Օջախը գտնվել է 50 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումներից հետո հայտարարվել էր ցունամիի վտանգ, սակայն մի քանի րոպե անց նախազգուշացումը հանվել է։ Երկրաշարժի հետևանքով դադարեցվել է գերարագ գնացքների երթևեկությունը երկրի հյուսիս-արևելյան շրջանի որոշ ուղություններով։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։